Աշոցքում կա մի թաղամաս, որը կոչվում է Կոջոր։ Թաղամասի երկհարկանի փայտյա ժամանակավոր տները կառուցել էին ռուս շինարարները, երբ Աշոցքում ու հարակից գյուղերում 88-ի երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներ են իրականացրել։ Հետո դրանք բնակեցվել են աշոցքցի անօթևաններով ու այդպիսով 175 անօթևան ընտանիքի հարցը համարվել է լուծված, քանի որ ընտանիքներից շատերին նաև սեփականության վկայականներ են տրվել։ Պտած ու քայքայված ժամանակավոր կառույցը նրանց համար դարձել է հիմնական բնակարան։ Ստերից արդեն վախենում նայ։ Ստերից ջարդված։ Շատ վտանգավոր ամուսնուց ոտքը ջարդված է, վախենում է հենակները անցնես կողմերն նույնց ջարդված կարաճ։ Երկրաշարժից հետո դուք ինքներդ եկաք, թե հատկացրեցին ձեզ։ Հատկացրեցին, օրդեր տվեցին, մենք էլ վերցրինք։ Թլվել են նորից վերևը իրանք սարքել են, երկրորդ հարգը իրանք սարքել են, բայց ամբողջ այդ խոնավությունը, ճիջումները սկզբից ժամանակավոր է, հետո սեփականաշնորհել տվին, այն հույսով, որ այսօր ժամկետը 10 տարի էր, իսկական, 10 տարին անցավ, ընդից հետո էլով էր տերը, այ բալակա։ Ինչ ասեմ, ժամանակավոր կացարանը դարավ մեր սեփականաշնորհված արդեն տները, հիմա էլ որ դիմում ենք, անընդհատ ասում են, ձեր սեփականաշնորհված տներն է, ձեր սեփականությունն է, դուք կառուցեք, բայց ինչքան հնարավոր է։ Ամեն նորոգվող այդ բաների համար անընդհատ ծրագրերը աշոցքը դուրս է մնում։ Հիմա էլ այս տարվա համար տեսնենք, խոստացել են, տեսնենք ինչ է լինելու։ Երբեք չես կրնաս տեղնամ ուրախությունն ես, ինչ որ պարես, ուր խնաս կգնիս առաջի հաշկ։ Առաջարկնի գնի պատվալը արշահոդության մեջ է։ Ենթադրենք այս ավտոմատ մեքենաները լվացքի, որ միացնում են, կողմի հարևանը միացրել է, ամբողջ շենքը ցնցվում է, որտեղ լրիվ թույլ արդեն չգիտեմ ինչ վիճակի։ Ճիճուները, կրծողները լցվել են տներս, չգիտեմ, ինչպես ասենք, ում դիմենք, էլ ինչքան կարելի է, որ մեր վրա ուշադրություն դարձնեն։ Այսինքն սրանց վրա է։ Սրանց վրա է, հա։ ամբողջ մեր կվարտիրան նստած է այս իջիկ երկաթի վրա։ Այն որ տղես է այստեղ ամրացրել, որ չընկնենք, այ ամբողջ լնա այդպես։ Կոջորի բնակիչները հավաքվել նամակ են գրել նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով բնակարանաշինություն իրականացնել Աշոցքում, լուծելով Կոջոր թաղամասի 175 ընտանիքի խնդիրը։ Երեք շենք, ընդհանրապես երեք շենք, որ սարքեն, այս ամբողջ ժողովուրդը դիշնի ներքև։ Այս կան կիսաքանդ շենքեր կար, գոնե դրանք նորոգեին, այս Կոջոր թաղամասը իջեցնեին Սարի թաղը ներքև։ Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ նամակը հասցեագրվել է փոխվարչապետին ու քաղաքաշինության նախարարին։ Շիրակի մարզպետարանն էլ իր հերթին առաջարկություն է ներկայացրել քաղաքաշինության նախարարին ստեղծել հանձնաժողով, փայտյա տների տեխնիկական վիճակը տեղում ուսումնասիրել ու տալ համապատասխան եզրակացություն։ Համենայն դեպս 175 բնակարան կառուցելու համար բավականին գումար կպահանջվի։ Արդյոք պետական բյուջեն կունենա այդպիսի հնարավորություն, թե ոչ։ Համենայն դեպս հաշվի առնելով, որ հաջորդ տարվա բյուջեն կառավարություն արդեն հաստատել է, Կոջորի բնակիչների համար բնակարան կառուցելու համար գումար նախատեսված չէ։ Այնպես որ առնվազն 2 ձմեռ դեռ կոջորցիները պիտի ծմեռեն իրենց քայքայված ու փտած տներում։